Դիան, ես ինչ առանձնահատուկ տարբերվող հեքիաթային առանձնատուն է։ Համաձայն եմ քո հետ, կենտրոն համայնքում ենք Ալեք Մանուկյան ու Սայաթնովա փողոցների միջնամասում ու տունն էլ ներսն էլ շատ հետաքրքիր ոճով տարբերվող, առաջարկում գնանք նայենք։ Առանձնատան հողամասի մակերեսը 400 քառակուսի է եւ ունենք հնարավորություն լողավազան առանձին ունենալու։ Այստեղ էլ կարող եք ամառային խոհանոց ստանալ, շատ հարմարավետ կլինի երեկոները կամ առավոտները հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Հետաքրքիր պատուհաններ են, չէ՞։ Տան ընդհանուր մակերեսը 770 քառակուսի է, բաղկացած է 4 հարկերից, ունենք նաև ավտոտնակ, 2 մեքենայի համար նախատեսված, սա հյուրասենյակն է, շատ մեծ է, լուսավոր, հարմարավետ, նախասրահի հատվածն է։ Բարձրանանք երկրորդ հարկ, չէ՞։ Չէ, խոհանոց է, սա է խոհանոցն է, շատ էլի հարմարավետ, ելքով դեպի բակ։ Ավելացնեմ նաև, որ առանձնատունը ամբողջությամբ զրոյական վիճակում չի գտնվում, այսինքն հոսանքի մոնտաժը արված է, ջրինը արված է, տաքացվող հատակ կա։ Սա առաջին հիմնական ննջասենյակն է։ Ունի իր առանձին սանհանգույցը եւ բավականին մեծ գեստասենյակ։ Երկրորդ հարկում նաև ունենք 3 առանձին ննջասենյակ, լոգասենյակ, սանհանգույց։ 3 սենյակներն էլ նույն չափերի, հարմարավետ են, մեծ, ընդարձակ, բարձր առաստաղներով։ Դիանա, այս ինչ մեծ է այս առանձնատունը։ Այո, այ հենց դրա համար էլ կարող է ծառայի որպես կոմերցիոն տարածք, օրինակ մանկապարտեզ շատ հարմար կլինի։ Քաղաքի կենտրոնում։ Իդեպ ունենք ելք դեպի բաց պատշգամբ։ Սա էլ առաջի հարկն է, որտեղ կարող է լինել chilling zone ու ամենակարևոր բանը մեծ շոգեբաղնիկ։ Իսկ այս հատվածում ունենք ավտոհանգրվան։ Սա էլ կարող եք օգտագործել որպես խոհանոց կամ լվացքասենյակ, շատ հարմար կլինի, նաև ունենք սանհանգույց։ Իդեպ, եւս մեկ առավելություն, այս առանձնատունը գնելու դեպքում միջնորդավճար չեք վճարելու։ Այո։